Եթե չափիչը հետևյալն է, մարդկանց մեծամասնությունը չի ուզում, մենք ընդամենը 2 ամսից ունենալու ենք այդ չափիչ process-ը։ Մենք կասեք, օրինակ ցանկացած 5 հոգանոց կոլեկտիվում քանիսը կուզեն, որ Արման Թաթոյանը այդ 5-ի առաջնորդը դառնա։ Ցանկացած 5 հոգանոց կոլեկտիվում ախր հիմա դուք ինձ վատ դրության մեջ եք դնում, ես չեմ ուզում ընդդիմության մեջ հայտնած կարծիքների անընդհատ այսպես երեսներին իրականության հետ այսպես արերեսողը լինեմ, բայց փաստեր կան, որոնց հետ հաշվի նստելու անհրաժեշտություն կա։ Ես վստահ եմ, որ Թաթոյան Արմանը այն անձը չի, ով իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնության անունից կարծիք հայտնել։ Առավել ևս, երբ մենք արդեն ոտնակոխել ենք էլեկտորալ process եւ ունենալու ենք առաջիկայում դրա հստակ վերջնական եւ սպառիչ պատասխանները Հայաստանի Հանրապետության ընտրողների կողմից եւ պարզ է դառնալու եւ Արման Թաթոյանի վարկանիշը եւ նախագահ Քոչարյանի վարկանիշը մնացած բոլորինը։